Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների թվով երրորդ հանդիպումն է։ Հիշեցնեմ, որ դեռ մայիսին Ֆրանսուଆ Օլանդը պետական այցով ժամանել էր Երևան։ Սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացել էր նախագահների առանձնազրույցը։ Փարիզյան հանդիպման ընթացքում նախագահները քննարկում են հայ-ֆրանսիական օրակարգի բոլոր հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերջին զարգացումները։ Հիշեցնեմ նաև, որ Ֆրանսիան Հայաստանի Եվրամիության խոշորագույն տնտեսական եւ քաղաքական գործընկերներից է։ Ֆրանսիական շուրջ 180 ընկերություն է ներգրաված հայկական տնտեսության մեջ, ներդրումները կազմում են $1 միլիարդ ավելի։ Հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր առումներով բարձր մակարդակի են։ Փարիզյան հանդիպումը հերթական առիթն է երկկողմ օրակարգի բոլոր հարցերը եւ Երևանյան հանդիպման պայմանավորվածությունների ընթացքը քննարկելու համար։ Օրվա թիվ 1 թեման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն է։ Նախագահներ Օլանդն ու Սարգսյանը քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Սարգսյան-Ալիև Փարիզյան հանդիպման նախաձեռնությունը Ֆրանսուଆ Օլանդինն է։ Հրավերն արվել էր մայիսին տարածաշրջանային այցի ժամանակ։ Իմ թիկունքում Փարիզի Մարինի պալատն է։ Ինչպես նկատում եք, նախագահների ավտոշարասյուններն արդեն ժամանում են։ Րոպեներ անց այստեղ մեկնարկելու է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որից հետո նախագահների առանձնազրույցը կսկսվի։ Հիշեցնեմ, որ սա վերջին 3 ամսում նախագահների երրորդ հանդիպումն է։ Առաջինը կայացել էր օգոստոսին Սոչիում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, հետո արդեն սեպտեմբերի Նյուպորտում նախագահները հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ, եւ երրորդը Ֆրանսուଆ Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում է։ Հանդիպման ձևաչափը գրեթե նույնն է։ Սկզբում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցում են Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Կես ժամ անց բանակցությունները շարունակում են տետ-ա-տետ։ Սարգսյան-Ալիև առանձնազրույցի համար 1.5 ժամ է նախատեսված։ Վերջում միջնորդները կրկին միանում են նախագահներին եւ բանակցությունները շարունակվում են ելի գրեթե 1 ժամ։ Վերջին 3 ամսում նախագահների հանդիպումներին նախորդել էր հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածությունը սահմանին։ Սոչիում Ալիևը կրկին հիշել էր ՄԱԿ-ի 4 բանաձևերի մասին, ստացել Սերժ Սարգսյանի պատասխանը, հենց Ադրբեջանը չի կատարել այդ բանաձևերի պահանջները։ Նյուպորտում պետքարտուղար Քերին շեշտել էր, խնդիրը բացառապես խաղաղ լուծում պետք է ունենա։ Իրավիճակի սրումն անթույլատրելի է։ 10 օր առաջ Երևանում համանախագահներին տեղեկացրին, որ Բաքուն բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, Փարիզից առաջ անլուրջ եւ ապակառուցողական մոտեցում ունի։ Համանախագահները մինչև հանդիպումը նշել էին, թե հնարավոր է քննարկեն հակամարտության կարգավորման առանցքային տարրերը, ինչպես նաեւ հակամարտության գոտում լարվածության թույլատրմանը եւ հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում զոհերի թվի նվազեցմանն ուղղված քայլերը։ Վերլուծաբանական շրջանակները Փարիզից նվազագույն սպասումներ ունեին։ Առաջին հերթին պատճառն Ադրբեջանի դիրքորոշումն է։ Բանակցությունների արդյունքի մասին տեղեկություն կտարածվի ավելի ուշ, ինչպես լինում է նման դեպքերում, ամենայն հավանականությամբ հայտարարություն կտարածեն համանախագահները։ Մոտ 1 ժամ անց Ելիսեյան պալատում կմեկնարկի Օլանդ-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը։ Արդյունքների մասին բնականաբար կիմանանք ավելի ուշ մեր վաղվա թողարկումներում։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական, Փարիզ, Ֆրանսիա։